Բարև ձեզ, Արմլուր լրատվականի տաղավարում մենք հյուրընկալել ենք փաստաբան Հակոբ Ճարոյանին, մենք կզրուցենք վերջին աղմկարույց իրադարձությունների հետ կապված, ինչպես հայտնի է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գալու է ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի ետևից։ Միջնորդագիր է ներկայացրել, որ ըստ էության ազգային ժողովի նախագահը թույլ տա, որպեսզի Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։ Պարոն Ճարոյանը հանդիսանում է Հովիկ Աղազարյանի պաշտպանը, այո, եւ պարոն Ճարոյան, ինչ է լինելու։ Հիմա նայեք ինչի բան սա խոսքը, այդ ձեր ասածը միջնորդագիրը ես ուսումնասիրել եմ, այդտեղ կա շատ հետաքրքիր փաստեր, որոնք ես իրական հենց հիմա ցանկանում եմ կիսվել եւ ցույց տալ, որքան հակասություններ կա եւ որքան է անհիմն հենց այդ միջնորդագիրը։ Այդ կոնկրետ իմ դեմ դրված է հենց այդ միջնորդագիրը, դա բացի ազգային ժողովի կայքին տեղադրված է, որից հրապարակել ենք մենք եւս փաստաթղթեր։ Եվ ժամանակագրությունն է հետաքրքիր այս գործի մեջ։ Եվ ընդհանրապես վերլուծությունները, որ ասենք ըստ որ դրվագին է վերաբերում, որտեղ այդպես տարբեր ոչխարներն էին, ստիրուհիների նվերներն էին։ Ըստ կոնկրետ երկու դեպք է նկարագրված, մեկը դա հայտնի ոչխարների պատմությունն է, մյուսը նոր դրվագ է, որի մասին կոնկրետ ես չգիտեի, դա վերաբերում է $23,000 կաշառքին։ Հիմա $23,000 կաշառքի հետ կապված սեղմ ես ներկայացնեմ, բայց եթե ավելի մանրամասն կուզեք, խնդիր չունեմ ներկայացնելու։ Երբ քննիչը հաղորդում տա եւ այլն, ուրեմն այդ գործը հարուցվել է 23,000 հետ ոչ կապված, որ ասում են դպրոց պետք է քանդվի, դպրոցի փոխարեն նոր դպրոց սարքի կողքել լիտարշենք եւ այլն, այդ ժամանակ երբ Հովիկ Աղազարյանը զգում է, որ այդտեղ ինչ որ բան փորձեն իրան օգտագործել ինչ որ տարբերակով, հենց ինքն է դիմում քրեական վայր նախաձեռնելով։ Այսինքն $23,000 հաղորդումը անձամբ Հովիկ $23,000 չէ, դպրոց սարքելու, էլիտարշենք սարքելու եւ այլն։ Եվ այդտեղ այդ կոնկրետ այդ անձը, որ դիմել է իրեն, որ բանանի օգնի իրեն այդ հարցերում, չէ՞։ Նա արդեն սկսում է ինչ որ իրական ընթացքում Հովիկ Աղազարյանի գումարները 8,000, մենք կհիմնավորեմ ինչ 8,000, ասենք այդ ժամանակ Հովիկ Աղազարյանի տունը վերանորոգելիս է եղել, այս մարդն ասել է ես քեզ գումարներ կտամ, ասենք ոչ մի անգամից 8,000, այլ ասենք ենթադրենք ճինան եւ այլ արդելու համար, որ շակի 1,200, տենց 8,000, ոչ ավել։ Բայց այս մարդը երևում է ինչ որ մարդկանց այս գումարներ ա վերցել, արամ ինչ աներ, այս անունազգաններ կասեմ, ինքը սկսում է ասել, որ տվել է մեկ այլացի ձայնագրություններ ուղարկում, իր ձայնագրությունը, ոչ թե իր եւ Հովիկ Աղազարյանն, այլ ձայնագրություններն ուղարկում, որ այս Հովիկ Աղազարյանին տվել եմ $23,000 $300,000 դրամ եւ հետ չի վերադարձնում։ Այդ իր ձայնագրություններն են ինչ-որ մարդկանց է ուղարկում, բայց կոնկրետ իր խոսակցությունը, որը որ տեղի ունեցել Հովիկ Աղազարյանի հետ, հիմա ես բառացի կարող եմ դա կարդալ, որպեսզի դուք էլ ձեզ համար պարզենի ինչ խոսակցությունների ասում են գնացել։ Հանրությանը որպեսզի առավել պարզ լինի, Հովիկ Աղազարյանը դպրոցի քանդման հետ պատված պատմություն է եղել։ Ինչ որ պատմություն է առաջանում, դիմում ազգային քննչական կոմիտե, հարուցում է քրեական վարույթ, հետագայում այն անձը, որը ըստ էության այդ քանդման գործի մեջ է, այսինքն ասում են այստեղ հանցագործություն չկա եւ այլն, եւ այդ գործը կարծում, այսինքն դրա հեղինակը քրեական վարույթ հարուցել է դպրոցի ինքն է։ Դա կարճվում է Հովիկ Աղազարյանի պաշտոնապես զորշումն ստանում է եւ քիչ առաջ էլ հենց մենք միասին ենք, ինքը գնաց քննչական կոմիտե, քննչական կոմիտե թե հակակոռուպցիոն կոմիտե։ Չէ, քննչական կոմիտե, վարույթը քննվել էր քննչական կոմիտեում եւ գնաց որպեսզի պահանջի իրեն տրամադրեն կարգման որոշումը։ Հիմա թե ինչպես այդ կարգման որոշումը վերացվել ինչպես այդ $23,000 այդ դպրոցի պատմության մեջ խոսում եմ մանրամասներ։ $23,000 մասին ընդհանրապես բան չկա։ Այդ խոսքը գնում էր, որ որևէ հանցագործություն չկա կատարված այդ բաների շինարարության հետ քանդման եւ այլն։ Նույնիսկ պարզ է 23,000-ի մասին ինչ որ խոսակցություններ գուցե կա, որ արդեն վերցնի որոշումը կարող եմ ասել, բայց ինչ է պատահում։ Եկեք հիշենք, ես երկու բան ասեմ, որ Հովիկ Աղազարյանի գործով
նոյեմբերի 23-ին թվային խոզարկություն է կատարում եւ նոյեմբերի 27-ին 29-ին է կատարում։ Այո։ Հիմա մեկ էլ պարզվում է, որ այդ նույն օրը քննիչը այս գործով է շենքերի հաղորդում են ներկայացնում, բա գիտեք, Հովիկ Աղազարյանը կաշառք է վերցրել $23,000, որպեսզի կարողանա կազմակերպել շենքերի խանդման process-ը։ Բայց դուք ստիպ շատություն դարձեք, երբ է դա կատարում, երբ արդեն վարչապետը ելույթ է ունեցել, երբ արդեն Հովիկ Աղազարյանն ասել են դիմումը ցածր մանդատը չի դե եւ այլ եւ այլ, այսինքն որոշակի գործողություններ, որը կատարում է այսինքն դրանից հետո։ Եվ այստեղ արդեն իսկ իրենք այդ ուղղությամբ սկսում են քննել, ընդ որում անձը, որ այդ հաղորդումը տվել է, բանը, դա Արամ Մկրտչյանն է, ներկայացնել հանրապետությունում չի։ Իմացեք, այսինքն ես չեմ էլ պատկերացնում, բան եմ գրած իմ ինչ արել, միշտորդագրում, այո։ Բայց միշտորդագրի մեջ ես բան անում, հենց կարդամ ինչ է ըստեղ խոսքը գնամ։ Հովիկ Աղազարյան, հիմա ես այդ փողը պիտի տամ, հիմա ես չեմ կարող, այդ 8,000-ը հիմա տամ, Արամ Մկրտչյան, ես չեմ ասում 8,000-ը տուր, ինչքան կարաս այդքան գոնե տուր, մի բան տամ, պրսնեմ, գոնե ես նոր տարին թողնեմ անցնել, այսինքն ակնհայտ է, որ Արամ Մկրտչյանը չի ասում ինչ 8,000-ի մասին բանը, չէ՞ որ մենք կոպարկել 23-ը։ Այսինքն ստի ակնհայտ է, որ ամբողջ Ռուսաստանի եւ Հովիկ Աղազարյանն է իր ցուցում կարտե, որ մենք պարտքել է 23,000, դա փոխադարձ պայմանավորությամբ մարվել է, այսինքն ընդհանրապես Հովիկ Աղազարյանը Արամ Մկրտչյանին գումար պարտք չի։ Այս ամեն ինչը պարոն Աղազարյանը որ տեսել է, չի փորձել Մկրտչյանի հետ կապի դուրս գալ։ Չէ, Հովիկ Աղազարյանը չի փորձել, չի հետաքրքրում, բայց հենց ստե գրվածել է, որ Արամ Մկրտչյանը ներկապային հեռացել է, երբ է հեռացել, 24 թվականի փետրվարի 15-ից։ Արդեն հանրապետությունում չէ։ Դու պատկերացեք։ Հիմա Հովիկ Աղազարյանը գնացել է քննչական կոմիտե, ինչ է ուզում, իր հաղորդման որոշումը։ Իր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական վարույթ, կարճվել է, որի հիմի փորձում են նորից ինչ-որ վերաստատեն ինչ են, հենց այդ որոշումը որ վերցնել։ Որ հետագա ազգային ժողովում ապացուցի, որ ինչու որոշեցիք իմ հայտարարություններից հետո Մկրտչյանին բերեք իմ դեմ ցույց տա, նպատակը դա է։ Ինչա կատավ այս երկրորդ դեպքում, դու պատկերացեք, որ իրականում եւ շատ վստահ եմ, հենց ինքս միշտորդագիրը նայելով, որ կարող եմ հիմնավորել, որ ընդհանրապես $23,000 կաշառքի որևէ խոսակցություն չի եղել, Հովիկ Աղազարյանն նա մաս ընդհանուրը $8,000 պարտքով գումար է տվել եւ փոխադարձ երրակոմ պայմանավորությամբ այդ գումարի մարվել է։ Այս մնացածը պարզապես 20, ասում եմ, դա միայն եւ միայն ցանկացած մասնագետ կարող է ուշադրությամբ կարդալ միշտօգտագիրը եւ իրենց էլ ակնհայտ կդառնալ, ինչ որ ես ասացի։ Պարոն Կերոյան, ես եւս մեկ անգամ ուզում հստակեցնեմ իմ հարցը, այսինքն Հովիկ Աղազարյանը եւ իր պաշտպանը դուք լինելով, հիմ կասկածներ ունեք, որ Մկրտչյանի այս գործը վերաբացելը կամ վերել կասկածներ չի, ռուսաց քաղաքական հրահանգի հետևանք է։ Այո, դե ասի ամսաթեով եկեք նայենք, ես նույնիսկ կրկնում եմ։ Այս ամեն ինչը վերաբացվում է, եւ չգիտեմ ոնց ասի, եթե մա նոյեմբերի 27-ից, իսկ դա արդեն իսկ կատարում են, երբ արդեն բանը Հովիկ Աղազարյանի նկատմամբ սկսվել էին քպականների արշավանքը, որը սկսվել է դատաների թվային խոզարկություններին, հերրախսի նույն օրն են, չէ, վերծանումները Հովիկ Աղազարյանը հերրախսները այս գործը 5 օր բացված դեռևս 24 թվականի դեկտեմբերին, նայեք 23 թվականի դեկտեմբերին, 1 տարի մոռացել են այս գործի մասին։ Հիմա Հովիկ Աղազարյանը այդ քննչական կոմիտեից այդ կարճման որոշումը վերցնում է, որ ապացուցի, որ ինչի էիք մոռացել, հետո եք հիշում։ Դու կարելի է ձևել ասել, այսինքն ըստ ավելի շատ հետաքրքրում է, որ ընդհանրապես այն ժամանակ ինչ փաստական հանգամանքներն են հիմք ընդունել, որ գործը կարճվել է։ Եվ ինչի հիմա վրա էս ասինքն այս ամենը շարունակվում։ Վերջո այդ որ ասում են սարքելա պաշտոնական դիրքի չարաշահում, բայց ժամանակ քննություն արել ժամանակ ինքը կարելի ասել իշխանությունների սրտի, ես ոնց մոտիկ պատգամավոր համարվում, այդ դեպքում բան չի կարճ է, համարել է գործես մտել։ Այն ժամանակ քպական էր ստեղծան, պետք չէր քրեական վարույթ նախաձեռնել։ Հիմա քպական չի, կարելի է վարույթ հարուցել։ Ամենևս իմ կարծիքով դրա ավելի հետաքրքիր կլինի, ավելի մանրամասը կարող ենք վերլուծել, բայց ասում եմ, սա բավարար է հիմնավորելու համար, որ 23 չի, այլ 8 պարտքով տված, բայց ամեն դեպս ավելի մանրամասը կարելի է դրա մասին խոսել, որ
երբ այդ ամբողջ նյութերը կտրամադրի, նկատի ունեմ այդ բանի հետ կապված։ Նովիկ Աղազարյանին ասում են կձերբակալեն, երբ որ Տիկին Վարդապետյանը քրեական հետապնդում հարուցելու արդեն ԿՊԱ-կանների այդ կոճակը կսեղմեն եւ կասեն այո, քրեական հետապնդում կարող է հարուցել գլխավոր դատախազը զրկելով նրան անձր մխելիությունից, հենց այդ ժամանակ մեղադրանքի ժամանակ Հովիկ Աղազարյանը կձերբակալվի, դա մեր տեղեկություններն են ու չի բացառվում ընդհանուր կալանավորում։ Ես ուզում եմ ձեր կանխատեսումները բանջարում։ Դուք այն մարդն եք լինելու, որ այդ ժամանակ արտացում իր կողքն եք լինելու։ Իմանայք, իհարկե օրենքը թույլ է տալիս եւ ձերբակալելու եւ կալանավորել, բայց կալանավորը բնականաբար դա պետք է լինի դատարանի համապատասխան որոշմամբ։ Ինչ եք դուք կանխատեսում բանջարան, ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանից։ Կարծիքով, եթե ենթադրենք, առավել ևս Հովիկ Աղազարյանը ներկա բանը սկսել է ակտիվ հակա-նիկոլական, այսպես ասած, քարոզարշավ իրականացնել, իմ կարծիքով որպեսզի Ստորագրահավաք էր սկսելու, տեղյակ ինչ process-ում է ստորագրահավաքը, ազգային ժողովում պետք է ինքը ստորագրահավաք սկսեր, ասում էր, չեմ ուզում իմ շակերտները բացեմ։ Այդ դերեք այդ հարցերն ինքը պատասխանեց, գիտեմ ինչ է կատարում, բայց դա առայժմ էս կալանքի հետ կապ չունի, բայց ըստ իմ կարծիքով, եթե որ ասում եք, ավելի շատ կտան տնային կալանք, առավել ևս նմանատիպ բանով, ես այն մյուս թեմայները կարող եմ անդրադառնալ ոչխարների գործով, այդտեղ հիմնավորել, որ իրականում էլի կաշառք էլի պարզապես անհրաժեշտ է մանրամասն նայել այս մշտագիրը։ Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը, կա ինչ-որ բան հավելելու, փաստացի դուք որպես պաշտպան նշում եք, ինչ եք բացառում տնային կալանքը։ Դե բնականաբար, չէ, իմ կարծիքով մինիմում տնային կալանքը տալու են։ Առավել ևս չի էլ բացառում, դե տնային կալանքի բանը որն է, որ ինքը չի կարող ընդհանրենք հարցազրույցներ տա, եթե տարգելանքների դնեն, ասենք բացին ոչ մեկ է հրապարակային խոսել, հա, իրան տեսակցությունները սահմանափակում են, ես իրանք ունեմ խոսել եւ այլը, ասենք, բայց եկեք մի րոպե շատ արագ անդրադառնամ ոչխարների գործին, մենք անձամբ ոչխարների գործով հարցազրույց ունեցել ենք, պարոն Աղազարյանը մանրակրկիտ ներկայացրել է։ Ըստ մի քիչ ուրիշ է տակիր տարբերակա։ Ընդ որ ասում են իրան առաջարկվել է $20,000 չի վերցրել, ես կարող եմ հիմնավորել, կուզեք մեկ այլ անգամ, որ իրականում այդ կաշառքը ընդհանրապես չի էլ առաջարկվել։ Նախ $100,000 առաջարկ, ոչ թե ինքն է պահանջել, այլ տվյալ անձն է ասել, որ ես պատրաստ եմ տալ եւ այլը, ու դա էլ բանկային որ absurd է, բայց պարզես ասեմ, հանդիպում, որ ասում են եղել է 3 անգամ, ընդհանրապես 3 հանդիպում չի եղել է բան 2 հանդիպում, որից մեկը եղել է ընդամենը 1 անց, երկրորդ դեպքում 3-ով են եղել, այդ ժամանակ ընդհանրապես $20,000 կաշառքի մասի խոսակցություն չի եղել եւ ընդհանրապես երրորդ հանդիպում չի եղել, հետեւաբար չէր կարող տվյալ ժամանակահատվածում, ասենք իրեն առաջարկվել եւ ինքն էլ հրաժարվի $20,000։ Ասում եմ, պարզապես անհրաժեշտ է մանրամասը կարդալ այն բանը միջնորդագիրը, որը որ գլխավոր դատախազը ներկայացրել է։ Հովիկ Աղազարյանը գլխավոր դատախազին սպասում է ազգային ժողովում։ Ահա, խնդիր չի տենում։ Նու այդ խնդիր չի տեսնում նկատի ունի, որ կարող է ելույթ ունենալ հիմնավոր, որ անում են մեղադրանքները, բայց բանա, նաև այստեղ իհարկե խնդիր հետևյալն է, որ ձեր ասած ձերբակալում, կալանարում դա արդեն այլ հարց է, որը որ օրենքի ուժով կարող են իրականացնել։ Շնորհակալ եմ, պարոն Ջարյան, կհետևենք իրադարձությունների զարգացմանը։